Այս հոլովակով Գևորգ Արոստամյանը հայրենասեր էր ձևանում, իբր թե Արցախի համար գժվում է, խելագարվում է, շուրջ բոլորը երեխաներին հավաքած, գումար է մուրում։ Գևորգ Սերգեյ Արոստամյանս ծնվել եւ ապրում եմ պատմական Հայաստանի Արցախ նահանգում, այնպես ինչպես իմ հայ պապերը, նրանց պապերը, նրանց ապուպապերը։ Իմ իմանալով լավ էլ գումար հավաքեց։ Երբ Ստեփանակերտը ազատազրկում էին հայերից, առաջինն ինքն էր, որ այնտեղից փախավ։ Փախար, Նիկոլը տա այդպես ասում։ Հիմա նայեք, Հայաստանում այսօրվա ղեկավարություն պրոպագանդան է անում եւ իրեն շատ լավ զգում թուրքական երաժշտության տակ, նույնիսկ երեխային բարեցնելով։ Հիշում ենք 1915 թվականի հայոց ցեղասպանության ադրբեջանական ԽՍՀ կազմում պատմական հայկական Նախիջևանի եւ հայաբնակ այլ տարածքների հայաթափման 1988-92 թվականներին Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, ինչպես նաեւ Գետաշենի, Շահումյանի, Մարաղայի հայության պետական մակարդակով կազմակերպված կոտորածներն ու հայաթափումը, որը հուսամ ոչ ոք չի մոռացել։ Այսինքն թուրքերի շնորհիվ մարդը տնից տեղից զրկվել է, բայց տաշի-տուշի է անում թուրքական երաժշտության տակ, իբր թե ամեն ինչ նորմալ է։ Գևորգ, պատերազմից հետո անմիջապես ես քեզ ճանաչեցի ու ինձ թվում էր դու իրոք հայրենասեր, հայրենիքդ սիրող, Արցախդ չվաճառող անձնավորություն ես, բայց տեսա լրիվ ուրիշ կերպար։ Տեսա ծախված, հայրենիքից փախած, հայրենիքը ուրացող մի հատ տականք։ Ախ, ափսոս, որ քո նմաններին ժամանակին հավատացել ենք։